Արդեն 3 դատական ակտերով օրինական ուժի մեջ մտած Երևանի քաղաքապետը պարտվել է Իշխան Սաղաթելյանին։ Հայցը թեև հարուցվել էր վարչական դատարանում նախորդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի օրոք, սակայն նոր քաղաքապետ Տիգրան Ավենյանը հայցերը ետ չէր կանչել, շարունակել էր առնվազն հայցերի հետագա քննությանը Երևանի քաղաքապետարանի ձևական կամ իրական մասնակցությունը եւ 3 հայցերն էլ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժվել էին։ Այսօր տեղի ունեցավ 4-րդ գործով դատական նիստը։ Կարծում եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները զբաղված էին Աջափնյակի մետրոյի կայարանի կամ Սուրմալուի մետրոյի կայարանի շինարարությամբ եւ այդ պատճառով չէին կարողացել ներկայանալ դատական նիստին, ինչևէ հաշվի առնելով գործով փաստական հանգամանքները ներկայացված հայցի ակնհայտ իրավական անորոշությունը, փաստերից փաստական հանգամանքներից եւ ապացույցներից զուրկ լինելը, ես վստահ եմ, որ այս հայցը եւս կմերժվի եւ եւս մեկ անգամ, թվով 4-րդ անգամ կարձանագրվի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձի պարտությունը, ինչու եմ շեշտում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձի, որովհետեւ հայցատեսակը հատուկ սուբյեկտ է ենթադրում, այսինքն նման հայցով կարող է հանդես գալ բացառապես այն համայնքի ղեկավարը, որ համայնքի տարածքում իրականացվել են հավաքներ, եւ քանի որ այս գործերը վերաբերում են 2022 թվականի դիմադրության շարժման հավաքներին, ապա սուբյեկտը հանդիսանում է Երևան համայնքի ղեկավարը, բառը ասած Երևանի քաղաքապետը։ Թերևս հայցերի մերժմամբ առհասարակ ավարտվում են սույն գործերով, բայց Երևանի քաղաքապետը նախորդ 3 գործերով միշտ բողոքարկել է վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան, կարծում եմ այս գործերով եւս կբողոքարկեն, ինչպես անում են գրեթե բոլոր գործերով, զույգ դատական ակտի ուժի մեջ մտել է հետաձգելու համար, օրինակ կարմիր գծերի գործով են շարունակում այդ իրավունքի չարաշահման դրսևորումները, եւ վճռաբեկ դատարանի միջև հասնենք վճռաբեկ դատարան, արդեն դրանից հետո կարձանագրվի հերթական անհեթեթ հայցը, հերթական անհիմն եւ անհարկից անհաբեռնվածությունը, որը պատճառ է դարձել Երևանի քաղաքապետարանի կողմից ընդդեմ անձանց ներկայացվող հայցերի։ Հատուկ ուշադրությունն եմ ձեր ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ սա հավաքների ազատությանը վերաբերող գործ է, քանի որ փորձ է արվում սահմանափակել հավաքների սահմանադրական ազատությունը, ընդ որում հավաքների ազատությունը թերևս անձանց այն հիմնարար իրավունքներից է, որոնք ուղղակիորեն կապված են երկրում ժողովրդավարության իրական արկայության կամ բացակայության հետ, այսինքն որքան շատ են ճնշվում հավաքները եւ հավաքների ազատությունը, այնքան ակնհայտ է, որ տվյալ երկիրը թերևս չի կարելի համարել ժողովրդավարական։ Մենք 2020 թվականից սկսած արտակարգ դրությունից, այնուհետև ռազմական դրությունից սկսած հետագա բոլոր իրավական գործընթացներով իշխանությունները զուտ ցույց են տալիս, որ իրենք նպատակ ունեն թեկուզ եւ իրավական գործիքակազմի միաժամանակյա կիրառմամբ լրացնել բոլոր այն անձանց, ովքեր արտահայտում են իրենց քաղաքական կուրսի հետ չհամընկնող կամ դրան հակասող կամ դրան քննադատող կարծիք, եւ այս դատական գործը կարելի է ասել, որ նույնպես